Հայաստանը մի կողմ, Երևանի կենտրոնը լրիվ ուրիշ կողմ, իսկ իշխանական վերնախավը անդարդ հուրին կարծես լինի։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես լրագրող Նարինե Կիրակոսյանն եմ, սա ասում եմ իմ նոր բաժանորդների համար, իսկ իմ հին ընկերներին, հեռուստադիտողներին եւ անձամբ ինձ ճանաչողներին, ողջույն Երևանից։ Եկեք այսօր շարունակենք պտտվել Երևանի կենտրոնով, որովհետև ինչպես նախորդ տեսանյութում խոստացել էի, գինու տոններ, շատ չեմ նկարել այդ գինու տոնից, ուղղակի Աբովյան փողոցից եւ մի չեվ կոմիտաս միասին կգանք, բայց նաև կդնեմ իմ գործընկերների տեսանյութերը, որ հենց գինու փառատոնից են նկարել, մի փոքր էլ դիմացեք սիրելիներ ջան, որովհետև անբան հուրու եւ քաջ նազարի եւ ուսապարկերից 1-2 վայրկյանանոց տեսանյութեր կդնեմ։ Դե որ պատկերը իմանաք էլի, թե քաղաքում ինչ է կատարվում, որովհետև ինչպես ասացի, կարծես ոչ մեկ դարդ ու ցավ չունի, միայն խմելով են զբաղվում, ճիշտն ասած։ Դե լավ, դե եկեք ես արդեն կամերաս թեքեմ եւ սկսենք մեր այսօրվա Երևանով պտույտը։ Կենտրոնը ամբողջովին փակ էր, միայն հետիոտներն էին եւ այսպես տաղավարներ էին դրել, գինու փառատոներ Հայաստանի, այսինքն հայկական գինու փառատոններ, մի այլ փողոցում էլ պատկերացնում եք վրացական գինու փառատոններ, երկու երկրների այն որ անցած անգամ ասեցի միմինո վիճակներ։ Ցերեկները խմում էին, իսկ երեկոյան ժամերին քեֆ, ուրախություն, համերգ։ Ես իհարկե այդ համերգներին չէի մասնակցում, դրա համար համացանցից ձեր համար ծաղկաքաղ եմ արել, մեր անդարդ օրերը ոնց են անցկացնում, բայց դե իհարկե հայաստանցիներ շատ չկային, ավելի շատ զբոսաշրջիկներ էին։ Ես գիտեի մենակ կինոթատրոնում են ուտում։ Տեսեք ծանոթ մարդ չեք հանդիպում։ Հետաքրքիրը, սենց նստենք քանի հոգի բաժանորդ կավելանա։ Այն որ ասում ես, ստեղ նստում ես ու այ, մի հատ հայ դեմք չես տենում, կամոտար երկրացիներ են։ Այ Արմեն չարնես երկ արդեն տումը տեղ չկա, մեկը լինի մեր գրքերը ծախի, աշխարի գրքերն են կարդացե, հա մենք ունեինք այդ գրքից։ Արմեն, էդ ինչ ես առնում, աղբոր պես, վայ հորս սարի վարա, հələ մի դիր, վայ մամա ջան ես բաժանվելու եմ, Արմեն, էդ ինչ գիրք ես առը, Մարությանի գիրքն է պատերադիտական, վայ մամա ջան, և ինչ ես դառնալու, Մարությանի հետ, Ռուբենի հետ մենք աշխատել ենք ողորմասիկի, ես գիտես ով է, չի կարելի արկածների հեղինակը։ Մի հատ բեր ցույց տու մեր բաժանորդներին։ Մի հատ էլ որ գիրք առնես բաժանվելու եմ։ Չեմ ասել իշնի փող չծախսես։ Որ թիվա։ Ինչ է գիրքը։ Հա։ Ես սովետի վաղվա լինի։ Բեր հլը մոտիկ ստեղ ցույց տոր։ 86 թվի է էսա։ Դե պարզա որ մի հատ է։ Բոժե թե մոյ։ Արմեն մի քիչ զբոսնեցինք, ինչ տպավորություն էր քաղաքից։ Դե շատ չենք զբոսնել, բայց տպավորությունները կանխատեսելի էին, որտեղ մենք գտնվում ենք
մայրաքաղաքի կենտրոնում, այսպես ասած տուրիստական գոտում, եւ բնական է, որ այստեղ հիմնականում պիտի տեսնենք զբոսաշրջիկների, անհոգ մարդկանց, չգիտեմ, այսպես կաֆե, մաֆե, նման բաներ, շաբաթ օր է, նորմալ է շաբաթօրվա համար, ամեն ինչ, բայց ախր երբ որ դա կտրում ես իրականությունից եւ առանձին ես դիտարկում, իսկ իրականության մեջ ուղղակի շատ ծանր է, որ նման պայմաններում երկրի մենք տեսնում ենք այդ պատկերը։ Հենց այս օրերին գինու այդ օրերն էլ են, ես հասկանում եմ այդ ամեն ինչը, բայց չեմ կարողանում ընկալել։ Ահա թե ինչու էին վրացիները շատ։ Ես էլ մեքենաների համարներ տեսա։ Իրանց գինու են։ Չէ, երկուսը միասին էր, հայկական ու վրացական գինիների փառատոնը իրար կողք էին դրել։ Մի մինոյություն էին անում։ Լավ են արել, ես դեմ չեմ, ոչ տուրիզմին, ոչ գյուղատնտեսությանը։ Արի, պապայց բաժան։ Գիրք եմ առել։ Գիրք։ Գիրք։ Ես հասցիր։ Նոր մեկը Այդտեղ մի հատ բոմժ եկավ, ծախեց ինքը առած։ Ինչ գիրք։ Ռուբեն Մարուխյան, Վարագույրից այն կողմ։ Ինչի համար։ Դից մեղքս եկավ։ Լավ է, հա։ Այսքան աշտի ժանցուդարձով փողոցը մի հատ աղբաման տանենք գցենք մեջը։ Հեսա դիրստը։ Ուրա։ Հիմնարկն է դրես քաղաքային իշխանությունը։ Ուրա աղբաման չկա։ Ահա։ Մինչ աղբաման էինք փնտրում, քաղաքապետ Ավինյանը կողքի սեղանին ցկցկում էր։ Ժողովուրդ, այս դոնացի կակաոն է այնքան թանկ ու մեջը բան չկար, երևի այսքան։ Բան չհասկացանք, խմեցին։ Քիչ պետքա շատացնել։ Տուրիստները ցույց են տալի։ Քանում են։ Բայց հավես է, չէ՞ որ սենց նստում ես ու նայում ես անցնողներին, անցնող դառնողներին։ Այսքան նստանք ոչ մի նոր, այսինքն ծանոթ չտեսանք։ Ժողովուրդ ջան, որ հասկանալի լինի, մեր Արմենը մոլուցք ունի գիրք գնելու, վերջի կոպեկը կարող է ծախսել, որ մի գիրք առնի, տանը արդեն տեղ չունենք, պատկերացրեք։ Դեղ էլ ջութակ են նվագում, Բիբլիոս բանկ։ Չկա աղբամա, չկա, տուն տանենք հետներս, տուն։ Դիմացի մաշին տոմեն, ես սայն պողոտային անայի աղբամ։ Վայ, հնգավ։ Վայ, դե ասում ես էլի, աղբամանն ինչ է, որ մի հատ Աբովյան փողոցի վրա չկար։ Ստիպված հյուսիսային պողոտա գնաց Արմենը, որ գցի այդ մեր սուրճի բաժակները։ Դե այստեղից էլ մի փոքր դրվագներ դնեմ, թե Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանի եւ իրենց աղջիկների հետ ոնց էին գինի խմում, հետո մի փոքր էլ մեքենայով պտտվենք, ինչպես խոստացել էի։ Միսիա վիպլնի Գնացինք։ Գուցե ես արդեն հետա մնացեմ կամ էլ երևի ծերացել եմ, բայց սա իմս չէր, այս մարդիկ իմս չէին։ Դե դուք ասեք, ժողովուրդ ջան, կարող է ես սխալ եմ մտածում, չեմ էլ ուզում անպատվեմ, բայց այն որ ասում են ոչ տղակար, ոչ էլ աղջիկ։ Սրանք ինչ սորտի են, ինչ ցեղի են, հիմա կասեք, հա դե լավ, ուրախանում էին էլի։ Ոնց որ մի անգամ տեսանյութերից մեկում գրել էր, «Իս ինչ չտեսես»։ Այ մարդ չտես չեմ, ուղղակի իմը չի։ Կարծես այլ մոլորակայինները գրաված լինեն իմ Հայաստանը։ Գնացինք մի հատ էլ փնտրենք մեր Աննա Հակոբյանուշկային։ Վայ չէ, կներեք, էսի են կադրը չի, հազար ներողություն, հեսա կգտնեմ ճիշտ կադրը։
Փաշինյան, բարև ձեզ։ Ադրբեջանի շնորհավոր եք հիմա եկել եք նշեք։ Միջոցառման եք եկել հանրային։ Խալի, Սիմինդլի, լրիվ այդ վիճակներով Աննա Հակոբյանը, Մայրամիգը, Շուշանիգը եւ Նիգոլիկը նստած իրանց համար ուտում խմում էին։ Այս կադրերը իհարկե իմ կադրերը չեն, Անի Գևորգյանի New Day կադրերից են, բայց դե մտածում եմ, որ ես սրանց տեսնեի, ինչ ռեակցիա կտայի։ Ամեն դեպքում այսքան թիկնապա, պատկերացնում եք, հա որ ինչ էլի։ Մեկ էլ մի հարց, շարքային քաղաքացին, այն ժող ջանը, որ ասում է ձերքս կոտրվեր Փաշինյան, քեզի չընտրեի։ Ինչ ա մտածում, կարող է այս կաֆեներում, ռեստորաններում, սամալյոտներով, չգիտեմ, որտեղ արանքով զբոսնի, որ ուզենաս այն Ազիզ օրով վայել ես քաղաքդ զգաս, չի ստացվի ժողովուրդ ջան, անընդհատ նայում ես սրանց ու հիշում ես ովքեր են և ինչ միսիայով եկան Հայաստանի ղեկին։ Մի բան էլ չեմ հասկանում, ովքեր են սրա թիկնապահները, նամուս, թասիբ, հիշողություն, ունեն թե ոչ, քանի հազար երեխայի գլուխ կերան, Արցախը հանձնեցին, Հայաստանը օկուպացրեցին քառորդ մասով, ոնց կարելի է նման մարդկանց մոտենալ, ձեռք մեկնել, նկարվել, հայեր են սրանք, երեք չառաջորը քեռու տղեն մահացել է, ինքն էլ իր համար գինի է խմում, ուտում խմում, հեջվեջը չի, իսկ Ադրբեջանի Կուրբան Բայրամը շնորհավորում է։ Մի խոսքով ոնց ուրել մենք փախչենք, ուզենանք գնանք զբոսնենք, մի քիչ ուղեղները սանջատենք, սրանք կռաստվեն։ Իսկ ես երբեք չեմ մոռանում ովքեր են սրանք։ Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա լինի մեր հյուրը եւ Ստեփան Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Տանտերը դարձավ հյուր, իսկ հյուրը տանտեր։ Աննա Հակոբյանի հրավերից անցել է 5 տարի։ Հիմա ունենք հայաթափված ու օկուպացված Արցախ, որտեղ թշնամին է մեզ հրավիրում ապրելու սեփական լծի տակ ու սեփական պայմաններով։ 5 տարի անց ադրբեջանցիները եւս մեկ հրավեր են ստանում, այս անգամ Երևան։ Սա դեռ ամենը չէ, Արսեն Թորոսյանը համոզված է, որ այսպես կոչված խաղաղության փաստաթղթի ստորագրումից հետո հնարավոր է Հայաստանն ու Ադրբեջանը դեսպանատներ բացեն։ Ես դուք Բաքու տուրիզմի կգնա, պարոն Թորոսյան։ Իհարկե, ես պաշտոնական այցով կգնամ Բաքու։ Չէ, տուրիզմի, ես պաշտոնական այցով շրջապատված տիկնապաներով ես էլ կգնայի, ասենք։ Գիտեք ոնց, եթե իրավիճակը այդքան բարենպաստ լինի, որ դա հնարավոր լինի, իհարկե կգնայի եւ նաեւ կընդունեինք ադրբեջանցիներին Հայաստան։ Ընկերներ ջան, կներեք, որ մի քիչ հուզական մոմենտներ մեջ բերեցի, բայց դե քանի չեն հանձնեմ մի փոքր էլ պատտվենք։ Այս հեգնանքը գուցե ձեր համար վիրավորական թվա, բայց ես Արցախում էլ, Սյունիքում էլ, որտեղ էլ որ լինում էի, սիրտս այնքան էր ցավում գիտակցելով դեռ վաղուց ես ճանաչում եմ Նիկոլին էլ, Աննային էլ, ու միշտ ասում եմ զարմանալի է, ինչպես կարող էիք հավատալ, թե հենց այնպես հեղափոխությամբ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ։ Բայց դե դրա մասին շատ ենք խոսել, հիմա տեսեք հրապարակում շատ քիչ զբոսաշրջիկներ կան, արդեն շատրվանները միացրած էին, հետո կշարունակենք մի փոքր էլ պտտվել միասին, հրապարակով, կգնանք դեպի քաղաքապետարան, հաղթանակի կամուրջը ցույց կտամ, մի փոքր էլ կտեսնեք Սուրբ Սարգիսը եւ այդպես փողոցով պտտվենք, ես էլ ձեզ ասեմ ինչ է փոխվել քաղաքում։ Ավելորդ չի նշել երևի, որ մեր թամանյանական հրապարակը նախկին սովետական միության քաղաքներից ամենագեղեցիկ հրապարակներից է, բայց հիմա օրինակ այս աչի վրայի շենքը չի գործում, ժամանակին դա արտաքին գործերի նախարարությունն էր,
բայց դեռ նախկինների ժամանակ կոնկրետ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք օտարվեց, վաճառվեց Էորնյակյանին, որպես հյուրանոց պետք է սարքվի, մինչ հիմա ոչ մի բան չեն սարքել։ Եվ մենք անցանք Արմենիա հյուրանոցը, որը հիմա Marriott է, այն պետք է լիներ 5 աստղանի հյուրանոց, բայց երևի նախկին սովետական ճարտարապետությամբ այդքան էլ չի համապատասխանում, եւ Երևանում կարծես միայն մեկ Golden Tulip եւ եւս մեկ հյուրանոց կա, որը համապատասխանում է 5 աստղանի հյուրանոցներին։ Դե այնտեղ լողավազան էլ պետք է լինի։ Հիմա անցանք նոր արտաքին գործերի նախարարությունը, որը առաջվա Սևան հյուրանոցի տեղում է, եւ անցանք Շահումյանի արձանի մոտով, սա էլ Կոմ այգին է, քաղաքային այգին, եւ հասանք նոր քաղաքապետարանի շենքի մոտ Արգիշտի փողոցի վրա։ Դիմացն էլ տեսնում ենք գինու գործարանը, սա ամենահին շենքերից մեկն է եւ ձախի վրա առաջ Ստալիչնի պոլկ էին ասում, հիմա արդեն թաղամաս է։ Եվ Մոսկվայի տունը դուք տեսաք այդ լույսերով, կամարներով, մինչև հասանք այս սև շենքը, որ գինու գործարանն է, եւ մի փոքր դրանից հեռու իմ մանկության տարիներն են անցել, այսինքն հին Երևանը դեր ուրարտական շրջանից, այստեղ ինչ չէր, ինձ մանկուց ծանոթ է։ Աչի վրա գտնվում է Վիվասելի ադմինիստրատիվ շենքը, բավականին մեծ է, մենք մոտենալու ենք Հաղթանակի կամուրջի մոտ, այս կամուրջի սարքելու գործընթացում նաև իմ պապիկս է մասնակցել, դրա մասին առանձին տեսանյութ ունեմ, Սելավի հաղորդաշարը, որ վիդեոների բաժնում տեսնեք, սա էլ ես մեքենայում ցույց եմ տալիս հետևի հատվածը Վիվասելի շենքը եւ շարունակենք դեպի գնալու ենք Կոմիտաս, բայց մեր տաքսիստը թեքվեց, որոշեց ձկան խանութով գնանք, որ մի հատ էլ դուք տեսնեք, որ այստեղ էլ նոր բարձրահարկ շենքեր են կառուցում, առաջ այդտեղ ուրեմն, չգիտեմ, Ռաֆայել բժշկական կենտրոններ, աչի վրա հիմա դուք չեք տեսնում։ Իսկ ձկան խանութը այս աչի վրա է։ Ես էլ զարմացա, թե ինչի է տանում քարտեզը, GPS-ը, տաքսու այս կողմով, հետո ասեցի, երևի այսպես պետք էր իմ հեռուստադիտողներին, որոնք Հայաստանից դուրս են ապրում, եւ արդեն որերորդ տեսանյութն եմ սարքում, սիրելիներս, հատուկ ձեր համար, ինձ համար միևնույնն է, որովհետեւ հատկապես կենտրոնը օտար է, կան իհարկե շենքեր, որ մնացել են, բայց հիմնականում հին շենքերի ֆասադներն են մնացել կենտրոնում եւ ամենուրեք նույնիսկ Հրազդանի կիրճում տեսեք այսպես բարձրահարկ շենքեր։ Հիմա Պրոշյան փողոցով են գնում, առաջ մեր ուսանողական տարիներին այս փողոցը Շիշ Քյաբաբ ստրիտ էինք ասում եւ երրորդ այդ հիվանդանոցը որ կար շտապօգնության, հիմա դիմացը տեսնում եք նոր շինություններ են, բազմահարկ, չգիտեմ ինչ շինություններ են, գուցե դա հիվանդանոցի շարունակությունն է, գուցե ինչ որ բնակելի շենք է, չեմ իմանում, եւ աչի վրա Դվին հյուրանոցն է, մենք գնում էինք եւ Արմենի հետ, Արմենը ասում է շատ գեղեցիկ են սարքել, բայց ես այն հին Դվինն էի սիրում, հա իհարկե ինչ որ կոլորիտ պահել են եւ նախկին այդ հյուրանոցի արձաններից էլ կան, բայց այնուամենայնիվ ես կարոտում եմ մեր 70-ականից 2000-ական նույնիսկ այդ թվերի Երևանն եմ կարոտում, նույնիսկ այն ժամանակ, երբ որ 88-ից հետո այդ դժվարությունները, երկրաշարժը, ազատամարտը սկսվեց, մեկ է, այդ քաղաքը ավելի ջերմ էր, քան թե հիմա ու օտարները, որ շատ են լինում, ես իմ կոմֆորտը չեմ զգում։ Մենք անցանք Սուրբ Հովանես եկեղեցին, Կոնդում, կոնդեցիներ կան մեր դիտողներից,
Այն ազգակործան պատուհան սի նստավայրն է, այստեղ, բայց իրանք որտեղ ուզում են գնում են, մի օր գնում են Սևանի առանձնատուն, մի օր էս Ձորի առանձնատուն ու ամեն անգամ այդ շարժի ժամանակ, որ մարդկանց լսես, կտեսնես, որ ասում են նախքին ոչ մի ղեկավար այդքան մեծ շքախումբ չուներ։ Իդեպ միջև տեսանյութը նկարում էի, Արմաշում դեպք է պատահել, Սյունիքից այս հողատները գնացել էին կրթվել նորաձև է պետական բյուջեից կազմակերպվող միջոցառումը անցկացնեին, հետ գալուց ուրեմն գնալուց գնացել էին ուղաթիռով թե ինքնաթիռով Սիսիանի օդանավակայան, հետո հետ գալուց մեքենայով ու եկել էին Արմաշում վթար էր եղել իրենց շքախումբից հետո պարեկները սխալ տեղ էին կանգնել ու հենց այդ պարեկներն էլ վիրավորվել են ծանր վիճակում կոտրվածքներով ավելի մանրամասն չգիտեմ աղջիկ եւ տղա էին տեղափոխվել են հիվանդանոց դիմացը առաջվա ցեկայի շենքն է որը հիմա ամերիկյան համալսարանն է ես էլ ձեզ համար բարձրացա եւ դրոշով համալսարանի դիմացից նկարվեցի, տեսեք ինչ մեծ ծածանվող դրոշ է։ Ահան, Պրոշյան փողոցից թեքվում ենք Բաղրամյան։ Տեսակ աչի վրա նախկին Բրիտանիայի դեսպանատունն է, հիմա այդտեղ չգիտեմ ինչ է, բայց արդեն դեսպանատուն չի, եւ Բաղրամյանով բարձրանանք վերև, ցույց տամ ձեզ Կամոյի դպրոցը, ողջույն Կամոյի դպրոցը ավարտածներին։ Կամոյի դպրոցի ուսուցիչներից մեկի մոտ ես հայերեն եմ պարապել համալսարան ընդունվելուց։ Այս փողոցում շատ բան չի փոխվել։ Իհարկե, ուր էլ որ գնում եմ, տեսնում եմ ծառերին եմ ուշադրություն դարձնում, ինչ ծառեր են կտրել, արդյոք հին ծառերը մնացել են, թե կտրել են էլի նորաձև, թանկանոց սակուրա մակուրաներն են տնկել, չէ, ծառերը իրենց տեղում էին։ Այսօրվա համար, սիրելի իմ հեռուստադիտողներ, այսքանը, արդեն երեկո է, մինչև զբոսնեցինք, ես է ձեզ պատմեցի ինչ կինո փառատոն արդեն մտնեց, հիմա ձախի վրա Օրբելի մոտով ենք անցնում, գնանք հասնենք երևի այս տակադան էլ տեսնեք, հետաքրքիր է, որ մեկ չեն գրում, կարծես պատվերով համեր լինի, բա այս ինչ տեղը ցույց կտաս կամ այն ինչ տեղը, սիրելի հարազատներ ջան, որտեղ որ լինում եմ, կարողանում եմ իմ ուժերի սահմաններում ձեզ ցույց եմ տալիս։ Այս տակադան նոր տարուն է գեղեցիկ, երբ լույսերը լինում են, այ հիմա Կիև գաստրոնոմը կհիշեք, ժամանակին այստեղ ամենալավ խանութներից մեկն էր, գաստրոնոմներից։ Այսպես խոսում եմ, ասում եմ, մամա ջան, ես ինչ հինեմ ես, որ այսքան բան եմ հիշում։ Մինչ նոր հանդիպում, ցտեսություն։